Ազգը հաղթում է ոչ թե երբ բոլորը համաձայն են, այլ երբ բոլորը ունեն մի ուղղություն, թեկուզ եւ տարաձայնություններ։ Բայց մենք ինչ ունենք այսօր։ Հազարավոր իրարամերժ ուղղություններ, ամեն մեկը իր դրոշն առած քշում է առաջ։ Ասում ես եկեք համախմբվենք, ասում եմ մենք արդեն այս ինչին կամ այն ինչին ենք միացել։ Ոստեղ հայի ճակատագրի ամենամեծ փոսերից մեկն է, որ իրանց ասած այդ այս ինչը կամ այն ինչը Հայաստանի քաղաքական դաշտում ներդրված սրաները ագենտներն են, ու որ իրանք մաքուր Երևան հենց մեզ են իրանց լրատվականներով ու բլոգերներով փորձում դարձնել էլ Կրեմլի ագենտ, էլ ջհուդ, էլ Նիկոլի կամ Քոչարյանի պրոյեկտ ու շարունակ։ Որ շեղվեք իրական ազգային ուղուց ու իրանց հետ շարունակեք խելոք գնալ նույն դեգրադացման, կործանման ու միշտ պարտվելու ու խաբված ելնելու ճանապարհով։ Այ այս փոսից է պետք դուրս գալ ու հիմնավոր գիտակցել, թե ով է իրականում ագենտ ու ով է պատրաստ իր կյանքը տա հանուն հայրենիքի արժանի հաղթանակների ու հայ ազգի բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի։ Իսկ դրա համար մարդու արած գործերին է պետք նայել, ոչ թե սրաները օնլայն փուչիկ խոսակցություններին, որ ամիսը մեկ դառնում են Հայաստանի երևակայական փրկիչ ու վարչապետ, կամ էլ այն որ ամբիոններից բոլորիդ իրանց լոլոներով գիպնոզացնում, հոգնածնում ու ուղարկում են տուն։